Ազատություն քաղաքացիներին։ Սիրելի ներկաներ, այսօր մենք այստեղ ենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը կանգնած է ճգնաժամի առջև։ Մեր երկրի սահմանադրական կարգը, մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարադատության համակարգը վերջին տարիներին ենթարկվել և ենթարկվում են աննախադեպ հարվածների։ Խոսքի, խղճի, համոզմունքների և հավաքների ազատության հիմնարար իրավունքները կողքորեն ոտնահարված են։ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, իշխանությանը քննադատող անձանց դեմ սկսված շինծ ու քրեական գործերը, ընտրովի արդարադատությունն ու աճող ռեպրեսիաները Հայաստանը տանում են դեպի ավտորիտար համակարգի։ Այսօր Հայաստանում կա ավելի քան 30 քաղբանտարկյալ։ Մարդիկ, ովքեր բանտարկված են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի, համոզմունքների և դավանանքի համար։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի առաջնորդներ, Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները ապօրինի կերպով ազատազրկված են։ Գործարար և ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել և հետապնդվում են Հայաստանի և Արցախի ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետեր և թիմ աշխատակիցներ, երիտասարդական միությունների ներկայացուցիչներ և պարզապես հակաիշխանական հայացքներ ունեցող շարքային քաղաքացիներ։ Այսօր Հայաստանում կա նաև կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, ով բանտարկված է բացառապես իր քաղաքական դիրքորոշման, իր խղճի ու համոզմունքների համար։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը ԵԽԽՎ 2012 թվականի ընդունված թիվ 1900 բանաձևի չափանիշներով քաղաքական բանտարկյալ է։ Հարգելի ներկաներ, մենք այսօր պարտավոր ենք հստակ և բարձրաձայն ասել. Հայաստանում քաղաքական հետապնդումները դարձել են իշխանության պահման գործիք։ Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքացիների հետապնդումները, ապահովել դատարանների անկախությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին առանց բացառությունների։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն քաղբանտարկյալներին։ Ազատություն քաղբանտարկյալներին։